Ամեն ինչ սկսվեց 4 տարի առաջ, երբ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանը Կապանում նախաձեռնեց միջազգային երաժշտական փառատոն, համախմբելով տարբեր երկրներից անվանի երաժիշտների ու երիտասարդ շնորհալիների։ Երազանքը այսօր իրականություն է, իսկ հաջողության գրավականը ընկերությունը եւ նպատակին նվիրվածությունը։ Նաեւ աջակիցները՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նաեւ այլ ընկերություններ ու արվեստագետներ, առանց որոնց իրականություն չէր դառնա այս խելահեղ գաղափարը։ Երազում ենք եւ վստահ ենք, որ կլինի 14-րդը, 24-րդը եւ երբ որ մենք էլ չլինենք, փառատոնը կշարունակվի։ Մենք այդ հիմքերի վրա ենք փորձել ստեղծենք ամեն ինչ եւ մեզ մոտ ստացվում է։ Հուլիսի 4-ին կմեկնարկի Կապանֆեստ 4-րդ փառատոնը։ Նոր անուններ, նոր ծրագրեր, նաեւ փառատոնի արդեն սյունը դարձած երաժիշտներ, որոնք մասնակցում են առաջին տարվանից ի վեր։ Նախքան Կապանֆեստը նման մի միջոցառում ունեցել ենք Արցախում, ու միշտ մենք կազմակերպել ենք նման միջոցառումներ, ուղղակի այդ ամեն ինչի, այդ մտքերի ու այդ միջոցառումների փորձից ելնելով ստեղծվեց Կապանֆեստը մի քիչ ավելի մասշտաբային, ավելի մեծ եւ ներգրավելով արտասահմանյան երաժիշտների։ Փառատոնային տասնօրյակում կկայանա դասական, ժամանակակից ու ջազային երաժշտության 20 համերգ, օրվա կտրվածքով 2-ը։ Լինելու է համաշխարհային պրեմիերա երգչախմբի եւ Միշել Պետրոսյանի գրած ստեղծագործությունը, շուրջ 25 ինտերնացիոնալ արտիստների Հայաստանի դեբյուտն է լինելու, չհաշված երգչախումբը, իսկ Կապանյան դեբյուտները ավելի շատ են, մի խոսքով այնքան շատ բան կա պատմելու եւ ներկայացնելու, բայց մեր տրադիցիան ամեն երեկոյան ժամը 8-ին մեծ համերգ անելը չենք խախտում, ավելացնում ենք ցերեկվա համերգները։ Այս տարվա ֆեստի հետ կարող եմ ասել, որ Վրաստանից գալիս է շատ տաղանդավոր հրաշալի մի դաշնակահար, երաժիշտ Բեկա Գոչիաշվիլին, որը Երևանում եղել է եւ նա շատ է սիրում երևանյան երաժշտությունը, առհասարակ Երևանի երաժիշտների հետ շատ է նվագել եւ մեզ համար էլ է հաճելի, նա շատ տաղանդավոր եւ աշխարհահռչակ երաժիշտ է, հենց որ կարծում եմ շատ լավ օր կունենանք։ Փառատոնը 4 տարվա պատմություն է հաջողությունների հաղթանակների մասին, որի ամենավառ ներկայացուցիչները հավաքվել են Նարեկացի կենտրոնում ստանալու պարոն Ավանեսյանի վերջին ցուցումները, ասում է Կապանֆեստ ծրագրի ղեկավար Մարիամ Թոփակյանը։ Ամենավառ ներկայացուցիչները 16-ից 22 տարեկան երիտասարդ երաժիշտներ են, որոնց համար Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում իրականացվում է ակադեմիական կրթական ծրագիր, նաև վարպետության դասեր։ Մենք ունենք փայլուն ուսանողներ, տարբեր մասնագիտական կարգերում հանդես եկող, սկսված դաշնամուրից, թավջութակ, ջութակ, ալտ, անթոք մինչև երգեհոն, եւ հաջողություններից մեկն էլ այն էր, որ երեխաները այսօր հնարավորություն ունեն բեմում հանդես գալ աշխարհահռչակ արտիստների հետ եւ կիսել այդ րոպեները հենց նրանց հետ, ովքեր աշխարհի տարբեր անվանակարգերում, տարբեր մասնագիտական կարգերում զբաղեցնում են բարձր պաշտոններ, բարձր դիրք են զբաղեցնում։ Ամեն տարի, երբ որ երեխաներին ընտրելու ժամանակը գալիս է, իմ համար ամենածանր օրերն են, որովհետև 200-300 շատ տաղանդավոր հայ երեխաներից պետք է ընտրենք 40-ին ու այնքան լավն են, այնքան տաղանդավոր են, ու ինչ-որ մեկի ձայնագրությունը միգուցե լավը չի, կամ ելույթը շատ լավը չի, կամ ինչ-որ մի փոքր պատճառով, ուղղակի մենք ունենք 40 տեղ, ու ամեն տարի այդ 40-ը շատացնում ենք, այս տարի 55 ենք, ինձ որ մնար 250-ին էլ կընդունեին։ Ալտահար Անի Թորոսյանը արդեն 3-րդ անգամ է մասնակցում փառատոնին, ասում է ուղղակի երջանիկ է նման հնարավորության համար։ Վարպետաց դասեր եմ ունեցել Արմեն Նազարյանի եւ Գրիչուկի մոտ, ովքեր շատ լավ ալտահարներ են։ Արմեն Նազարյանը եկել էր Նիդերլանդներից նախորդ տարիներին եւ այդ վարպետաց դասերը շատ լուրջ ազդեցություն են ունենում մեր մասնագիտական զարգացման վրա։ Կապանֆեստի հիմնադրի համոզմունքն է, որ բարձրակարգ մշակույթը չպետք է կենտրոնացած լինի միայն մայրաքաղաքում, որ արտերկրից եկած երաժիշտները ու հյուրերը պետք է ճանաչեն նաև երկրի մյուս գույները։ Ինչպիսին Վերբիերն էր Շվեյցարիայի, որ ոչ մեկ չգիտեր, ինչ որ կուրորտ էր, այժմ Վերբիեր ասելուց բոլորը հիշում են երաժշտական փառատոն, նենց էլ Կապանն է կամաց տենց դառնում։ Սևակ Ավանեսյանը վստահ է, նման միջոցառումներ պետք է կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում,
Քանի որ փառատոնները նոր շունչ ու նոր իմաստ են տալիս քաղաքին եւ ի վերջո երկիրը ճանաչում են մշակույթով։